Քերոկի չասի։ Անդրանիկ Մարկարյանի նախաձեռնությամբ հայրենիքի մեջբերում համաձայնագիր հայ եկեղեցու պատմություն առարկայի դասադուլման Ավեհապարի հետ հատուկ կառավարությունը պայմանավորված հուշագիր ստորագրել։ Ամեն դեպքում առաջին թիրախավորված նաև այդ առարկան արդեն հեռացվեց իշխանությունների հետևձեռքով վերադառնալով հենց այս հարգանքին հայ առաքելական եկեղեցու հանդեպ ինչ փոխվեց այսօր, որ իշխանությունները այսպես կարողացան սկսել դատել սեփական մեղքերը թողած հայ առաքելական եկեղեցուն եւ ոգևոր առաջնորդների եւ ինչ պետք է անել գործնականորեն աջակցելու եկեղեցուն, որովհետև տեսնում եք ամենօրյա ռեժիմով հաթաթաներ եւ Զարա ջան, այնքան լավ հարց եք տալիս, բազմիցս ջեկար պետք է պատասխանել։ Ըստ տեսախցիկներին էլի նայեք։ Ես որ տեսախցիկներին չնայեմ, տեսախցիկները ինձ կնայեն, չէ՞։ Տեսեք, ժողովուրդ, երկու բան կա, մինչև եկեղեցու հարցին անդրադառնալը։ Սա աբսուրդ է, գիտեք ինչ է, որ Արցախը հանձնած է, 5000 զոհ տված է, 5000 զոհի պատճառ դարձած է, չգիտեմ, Արցախի հայաթափումը իրականացրած է, Ադրբեջանի եւ Թուրքիայի պասով ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվողը, երրորդ հանրապետությունից հրաժարվողը, Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարողը, կանգնում է ինքն է հարցեր տալու։ Սա մեր բոլորիս եւ լրագրողների եւ քաղաքական գործիչների եւ ընդդիմության եւ ազգային բոլորի եւ հոգեվորական սա մեր բոլորիս խայտարակությունն է։ Մարդը պետությունը կործանել, այդ տղա ջան, Արցախը որ հանձնել եք այդ կուսակրոնությունն է մեղավոր։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Դու ես ասել, ինչ պետք է անել բանակցում եմ։ Դու ես ասել, ես սկսել եմ Սերժ Սարգսյանի, չեմ սկսել Սերժ Սարգսյանի կետից, իմ զրոյական կետից եմ սկսել։ Դու ես ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, այնուհետեւ գնացել ես Արցախը Ադրբեջանի կազմի մեջ ճանաչել։ Դու ես նույնիսկ պատերազմի ավարտից հետո 44 օրյա հայտարարել, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։ Դու ես 21 թվականին ասել անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Ու այսօր դու եկել ես, ինչ որ դու ես հարցեր տալի։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Եթե զեկերում մի հոգի պետք է ռադը քաշի հեռանա, դա դու ես։ Ու ամբողջ աշխարհում տես բան չկա։ Իշխանություններն են հարցեր տալի։ Այս մարդը նստել եք դա հարցեր, դուխի ես կուսակրոն, չէ, դուխի սենսես, այ քեզի բան։ Մենք պետք է քեզ հարցեր տա, դու ես պետությունը կործանել, դու որ դարձել ես զեկերի ղեկավար, երկու հայկական պետություն ա եղել։ Եվ ես կոչ եմ անում եւ հոգեվորականներին, եւ ընդդիմադիր գործիչներին, Էրիկ Արտայանակ։ Էրիկ Արտայանակ, սրան պետք է ճանապարհենք։ Մենք իրան հարցեր ունենք, 5000 զոհ ոչ հոգեվորականությունն ա տվել, ոչ նախկինները, ոչ էլ լրագրողները, ոչ էլ ռուսներն ու ամերիկացիք։ 5000 զոհի պատճառը Նիկոլն ա, որը կանգնել ասել ա, արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Համի այդ ասած մարդը եկել իրան իրավունք ա վերապահում, հարցեր ա տալիս, պահանջներ ա տալիս, եթե հենց այդ կառավարության շենքը մաքրին որ մտածյալ բաների մասին։ Սա մեկ։ Հիմա գանք եկեղեցուց, ինքով ա որ եկեղեցուց խոսում ա։ Կա սահմանադրություն, այս ամենը հավատավոր ժողովուրդը թող գնա եկեղեցի Կիրակյորը պատարագների մասնակցի հաղորդություն ստանա, բայց եթե նա մկրտված չի, նա ո՞նց կա հաղորդություն ստանա։ Ինչքան գիտեմ, ասել եմ մկրտված չի։ Չմկրտված մարդը իրավունք չունի հաղորդություն ստանա, ոչ էլ պատարագների մասնակցի։ Դա նույն բանն է, ոնց որ ես գնամ մսկիթում աղոթեմ։ Աստիճան օտարացում, բայց սաղմոսները մեջ բերում է։ Ցավը տանեմ, հիմի որ սաղմոսները մեջ բերում, սաղմոսները մեջ բերում է, բայց սաղմոսները թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ ասես ասում է։ Դրանից առաջ էլ հայոյում է հոգի։ Հիմա ավարտեմ, մի վարտամ ասեմ, էլի։ Ես մի առաջնային ասեցի, չէ՞։ Սա հարցումքն էր, հա։ Որ փոխարեն մենք իրեն հարցեր տանք, մենք իրեն պատին դեմ տանք, ճնշենք քաղաքական առումով։ Որտեւ ինքն է կործանել մեր հայրենիքը։ Մենք եկել արթարանում ենք, մեկը ասում է, վայ ես կուսակրոնություն չեմ խախտել, այն մեկը ասում է դուս դե արթարանում թեմա չկա։ Եկեղեցին անջատա պետությունից։ Դու ով ես вообще դրա թե կա խնդիրներ։ Այդ խնդիրները եկեղեցին ինքը իր եկեղեցական ժողովներով կորոշի դու ով ես որ քիծից խոթել ես եկեղեցին մեջ։ Ասիկա քու կառավարությունում սաղ չոտքի ես արել, հիմա այլուց մեզ եկեղեցի մանես։ Եկնում եմ Արցախը հանձնող մարդը 5000 զոհ տված մարդը, Արցախի հայաթափումը Ալիևի հետ կիսու ոչ մի բան չարած մարդը, երբ որ լռել է, երբ որ ասել է ես չեմ խառնվում, երբ որ արդարացել է էթնիկ զտում Արցախի։ Այդ մարդը ինչ իրավունք ունի ինչ որ մեկին հարցեր տա։ Սա մեր խայտարակ,
բարոյական, հոգեբանական, մարտական բոլոր վիճակների խայտարակության մասին ասում։ Մենք պետք է իրան հարցեր տանք։ Հերիք բոլա, ու բոլորին եմ ասում, հերիք ասես վախը խորած պատասխանեք։ Վայ ասես, վայ չասես, վայ կամ մեկ ասում բան ունեք, կամպրամատ ունեք։ Ախպերին ինչ պետք է անի, Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմ դրանից մեծ կամպրամատ։ Կանգնել ասել Արցախը Հայաստանն է վերջը մի ասում Արցախն Ադրբեջանն է։ Կանգնում ասում դեռ պետք է հասկանանք ցեղասպանությունն ինչու է տեղի ունեցել։ Ինչու 39 թվականին ցեղասպանության օրակարգ չկար, 59-ին առաջացավ։ Յա։ Այդքան բանը ձեզ քիչ է։ Էսի սա հայկի ու բելի կռիվ է։ Արթուր Մեջանին ասում է, սա հավիտենական պայքար է։ Հələ կտենանք, հայկն է հաղթալու ոսող բելին, թե հակառակը, ոնց որ երկի մեջ, թե ահա եւ վերջ կլինի։ Հələ դուք ձեր ներքին հարցը լուծեք, նոր հասեք Ալաշուկյուրին, էլի։ Համատեղ են, չէ՞ գործում։ Ասում են բոլոր համընկնումները պատահական են։ Զարա ջան, բերեք մենք միան մեր տաճարը մաքրենք, մեր տաճարը ասելով ես Հայաստանի Հանրապետությունի նկատի ունեմ։ Հետո նոր ասենք բանի։ Բայց մտավախություն չկա, որ քաղաքական փոփոխությունների ժամանակ ինքը այնպես կանի, որ եկեղեցին այլևս անջատ չի լինի պետություն։ Այդ ցավական եմ այնպես ոնց պետք է, եթե ժողովուրդը իրան պահի, ժողովրդի նման, ազգի նման, ոնց պետք է ան։ Բայց սահմանադրությունը փոխվում։ Ոնց է փոխում, հանրակրվեով չեն փոխելու։ Որ դու չգնաս քվեարկես, ոնց է փոխելու։ Ես չեմ գնա, բայց դու չես 7 տարի Եթե պետք է փոխի, ժողովուրդը պետք է ոչ մի բան շատ ավարտեմ։ 21 թվականի խաբելա։ Հիմա եթե այսքանից հետո, եթե պետք է խափի ուրեմն այս ժողովուրդը արժանի չի անկախ պետության, էլ ինչ եք ուզում ասեմ։ Եթե այսքան պետք է խափի ուրեմն դուք չհասկացա 5000 տարվա պետականություն ունեցող մարդիկ ամեն անգամ ասեք խափեք, դա ներողություն ես, չեմ ուզում այլ համեմատություն անել։ Չի կարելի ամեն անգամ նույն մինի վրա կանգնել ու պայթել վերջում ասել բանա։ Եթե դեմդ մինայա դու չէ ականը դրածա, դու չես տենում, քեզ գուշացնում են որ դիական է։ Դու համառորեն դնում ես ոտը դնում ես այդ ականի վրա, վերջում ում ես ուզում մեղադրես։ Ես էլ ասում եմ 7 տարի է։ Ես Աշոտյան Արմեն ամբողջ հանրապետական կուսակցություն չենք զգուշացրել, Եհովական ջունի թող լսի, օղաշ ունի թող տեսնի։ Հետո մի ասեք, վայ, ես միշտ առանց պայքարի չի լինելու։ Առանց պայքարի ամեն ինչ էլ հայ ժողովրդի ձեռքում է։ Այդ դավադրությունը միավը, սա լյուբոյ մարդուց կախված է, լյուբոյ հայ մարդուց, ցանկացած հայ մարդուց է կախված, Հայաստան կլի թե չի լինի։ Եվ Հայաստանը բաժանված է 3 մասի։ Մի մասը դա Նիկոլի վկաներն են, մի մասը, ամենամեծ մասը դա անտարբերներն են, եւ մի մասը ազգային հասարակությունն է։ Նեժդեհան բարերով ասեմ։ Նեժդեհն ասում է, հասարակությունը 3 մասից է կախված։ Տականքը, ցանկացած հասարակություն, ժողովուրդը եւ ցեղը։ Ցեղը դա ազգային արժեքներովն է, տականքը հասկանալի է, ժողովուրդը չկողմնորոշված։ Երբ որ ցեղն է ավելի ակտիվ լինում, ինչպես 88 թվականին, 90-ականներին, դու ունենում ես 90%-անոց ցեղային հասարակություն, երբ որ տականքն է ակտիվանում, դու պարտվում ես։ Հիմա մենք պետք է մեր մեջ հասկանանք։ Մենք պետք է մեր խնդիրները լուծենք, ժողովուրդ ջան։ Հիմա կանգնենք, լացենք, ասենք, վայ, ժողովուրդ, բանի վրա հարցա, էլ լավ է, ինչ պետք է անի։ Այս մարդը թող նույն ոգևորությամբ թող գեյների մասին խոսի։ Պաշ չի ինչ անում։ Բայց եթե մենք իրեն, մեր պայքարով, դուք ձեր հարցերով, ինչ մենք մի ժամանակ, որ դու գնում եք ասում, իստե մեկը ռմսում է, հարցը եք տալի, ոնց է շշկրվում։ Ասում ինքը կոնֆորտ զոնայի մեջ է։ Մեր ասել ո՞րն է որպես ընդդիմություն։ Ասենք ժողովուրդ ջան, չի կարելի մինչև 26 թիվը այս մարդուն թողած կոնֆորտ զոնայի մեջ գնահատության։ Կեսիդ բռնելու է, կեսիդ էլ հանձնելու է Բաքվի բանդ։ Այդ եք ուզում։ Հետո կգնաք նույն կամերում իրար հետ կխոսակ, ռազմիրատ կանեք, ով էր ճիշտ, ով էր սխալ։ Ստեսում։